Բարի օր հարգելի ռադիո լսողներ, շարունակում ենք մեր հաղորդումները։ Իրավան վերլուծական կենտրոնի Խաշմերուկ հաղորդաշարում այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեզվաբանության գծով փիլիսոփայության դոկտոր Հասան Օմարի Արևմտյան Ադրբեջանի մահալները հետազոտության երկրորդ մասը։ Գյոյչա Արևմտյան Ադրբեջանի տարածքի ամենամեծ մահալներից մեկը հանդիսացող Գյոյչայի մահալը հյուսիսից եւ հյուսիս-արևելքից շրջապատված է Շահդաղով, արևելքից Քեյթիդաղով, հարավից եւ հարավ-արևելքից Բասարքեչարի սարահարթով, արևմուտքից Գյոյչայի, հյուսիս-արևմուտքից Փամբակի լեռնաշղթաներով։ 4 կողմից սարերով շրջապատված մահալի տարածքի զգալի մասը զբաղեցնում է Գյոյչայի լիճը, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա։ Դարալայազի, Վեդիբասարի, Գառնիբասարի, Գրխպուլաղի, Դերեչիչեկի, Շամշադդիլի, Գեդաբեկի, Դաշքեսանի եւ Քելբեջարի տարածքների սահմանակից մահալի բնակավայրերը հիմնականում ստեղծվել են լճի ափի երկայնքով, լեռների լանջերին եւ լճից հարավ գտնվող Մազրայի հարթավայրում։ Գյոյչա լճի ափի երկայնքով լայն տարածքը ընդգրկող Գյոյչայի մահալը Իրավանի խանության վարչատարածքային բաժանման մեջ ընդգրկված 15 մահալներից ամենամեծն է։ 1828 թվականին ցարական Ռուսաստանի կողմից Իրավանի եւ Նախճիվանի խանությունների գրավումից հետո Գյոյչայի մահալը Դերեչիչեկի եւ Գրխպուլաղի մահալների հետ միասին ընդգրկվել է այս տարածքում ստեղծված Իրավանի նահանգի Նոր Բայազիդի գավառի կազմում։ 1828 թվականից սկսած հայերը զանգվածաբար վերաբնակեցվել են Գյոյչա լճի արևմտյան ափին գտնվող տարածք։ 1918-20 թվականներին թեև Գյոյչայի մահալի արևելյան հատվածը որպես Գյոյչայի գավառ գտնվում էր Ադրբեջանի ժողովրդական հանրապետության կազմի մեջ, սակայն 1922 թվականի մարտի 12-ին ռուսական նոր բոլշևիկյան կայսրությունը ապօրինաբար այդ տարածքը հանձնել է Հայաստանին։ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի տարածքի շրջանցման ժամանակ Գյոյչայի մահալը բաժանվել է Օրդաքլիի, Քյավառի, Գարանլղի եւ Բասարքեչարի շրջանների, իսկ 5 գյուղերը տրվել են Գարագոյնլուի տարածքում ստեղծված Ճամբարակի շրջանին։ 1931 թվականին Բասարքեչարում ապրում էր 12662 հայ եւ 17306 ադրբեջանցի։ 1948-53 թվականներին, ինչպես ողջ արևմտյան Ադրբեջանում, Գյոյչայի մահալում նույնպես սկսվեց ադրբեջանական բնակչության տեղահանությունը։ Ադրբեջանցիները ամբողջությամբ տեղահանվել են Քյավառի եւ Գարանլղի շրջաններից եւ Բասարքեչարի Գզլվենք ու Յարփզլը գյուղերից, իսկ Բասարքեչարի շրջանի ադրբեջանցիներով բնակեցված 33 գյուղերից եւ Ճամբարակի շրջանի 5 գյուղերից ոչ մեկի բնակչությունը ամբողջությամբ չտեղափոխվեց եւ գոյատևեց մինչեւ 1988 թվականը։ Կարպիբասար Կարպիբասարի մահալը, որը սահմանակից էր Սեյդլի Աղսախլիի, Գրխպուլաղի, Զանգիբասարի եւ Սարդարաբադի մահալներին, ներառում էր Կարպի գետի միջին, Գարասու գետի վերին մասերը։ Հարստությամբ եւ բնակչության խտությամբ տարբերվող մահալի անվանումը պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես Էլխանիների պետության Շուխուրսադի կուսակալության Կարպիի գավառ։ Մատենադարանում պահվող փաստաթղթերում նշվում է, որ 1431 թվականին Աղգոյնլու Յագուբ թագավորի ներկայացուցիչ Ամիր Ռուստամը 7 գյուղերը Ուչքիլսան, Աշտարակը, Բաթրինջը, Նորագավիթը, Աղոնատունը, Կիրաժլն եւ Մուղանլն 530,000 թավրիզի դինարով Մակվեցի Գրիգոր կաթողիկոսին վաճառելուց հետո Արևմտյան Ադրբեջանի տարածքում ստեղծվել են առաջին հայկական բնակավայրեր։ 1441 թվականին Ջահանշահ Գարագոյնլուի հրամանագրով թույլատրվել է հայոց կաթողիկոսի գործունեության կենտրոնը Կիլիկիայի Սիսկ քաղաքից տեղափոխել Ադրբեջան, Իրավանի մոտ գտնվող Ուչքիլսա եւ հնագույն ղփչաղական քրիստոնեական տաճարը Ուչքիլսան դարձավ հայոց կաթողիկոսարանի կրոնական կենտրոն։ Իրավանի խանության կենտրոնում գտնվող մահալում կար 166 գյուղ։ Ժամանակի ընթացքում Ուչքիլսայի շրջակայքում իր հողերը ընդարձակող հայկական եկեղեցին 1828 թվականին Ռուսաստանի կողմից խանության գրավումից հետո վերաբնակեցման շնորհիվ այս տարածքները ամբողջությամբ հայկականացրեց։ 1930 թվականի սեպտեմբերի 9-ին մահալի տարածքում ստեղծվեց Աշտարակի շրջանը։ 1948-51 թվականներին շրջանի վերջին 6 գյուղերի՝ Ալիշի, Թեքիայի, Ուջանի, Ջատկրանի, Ինեքլիի, Հույնավիի բնակչությունը բռնի տեղահանվել է Ադրբեջան։
Դուք լսեցիք փիլիսոփայության գծով դոկտոր Հասան Օմարի Արևմտյան Ադրբեջանի մահալները հետազոտության երկրորդ մասը։